Ես միանգամից որ սկսում եմ թերթել ադրբեջանական լրատվամիջոցները կամ բլոգերների դրանց, հա, դաշտ եմ փորձում ուսումնասիրել, մեծ ոգևորություն, մեծ ցնծություն, ուրախություն, ողջույններ առ Փաշինյան։ Բրավո, որ դու հերթական մեկին կալանավորել ես։ Եվ թե ինչ կատարվեց մեր ձևով շարժման առաջնորդի ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման ընթացքի հետ կապված վստահ եմ դուք տեսել եք այդ կադրերը, թե ինչ ցնծություններ այդ ադրբեջանական թշնամական պետության տեղեկատվական դաշտում։ Հիմա նույն հարցս, որ տվեցի եկեղեցու հետ կապված, ում շարունակել էստեղ։ Արդյոք այդ կալանավորումները կարգին հայերի, լավ հայերի, իրական հայերի, հայրենասեր մարդկանց չի հենց դարձյալ նույն տրամաբանության մեջ չէ, այսինքն թշնամու սցենարն է, որը իրականացում է նա մեր երկրի ներսում։ Ես պատահաբար չնշեցի, որ Նիկոլ Փաշինյանի պայքարը ազգային տարի դեմ է, հայ ժողովրդի ազգայինի դեմ է եւ հայ ժողովրդի պատմության շրջանում ազգային է պահել մեզ որպես հայ եւ ազգային է մեզ դրդել նոր երազանքների կերտման եւ հաջողությունների արձանագրման հանձինս Արցախի ազատագրման։ Եվ դա է եղել մեր ամենակարևոր ազգային հիշողությունը, ազգային արժեքը, որը մեզ հոգևոր լուրջ մոտիվացիա ստեղծել, նաև մտավորի առումով ու դրդել մեզ առաջ մղել մեր պետության ամրապնդման եւ տարածքների չափը մեծացման առումով, այսինքն դա շատ կարևոր հանգամանք է քո ազգի պահպանության համար։ Այդ մասով ինչ վերաբերվում է քաղբանտարկյալներին, գիտեք, ես վստահ եմ, որ պատմություն ունենալու է առանձին գլուխ եւ այդ գլխում գրվելու է քաղբանտարկյալների պատմության շրջանը եւ լինելու են տարբեր ձևակերպումներ, որտեղ վերջում արձանագրվելու է թե ազգությամբ հայ, ազգանունով կրող անձը ինչպիսի տոգորանքով, ինչպիսի մեծ ցկտմամբ լցրեց բերդերը քաղբանտարկյալներով։ Ու քաղբանտարկյալների շրջանում կան տարատեսակ մարդիկ։ Պարոն Սամվել Կարապետյանը, որը որ ոչ միայն ազգային բարերար է, այլ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրել է հայ պատիվը բարձր պահելով եւ աշխարհով մեկ ունի այնպիսի ճանաչում, որ Սամվել Կարապետյանի արուդիրը ուղիղ վկայումը խոսում է հայ ժողովրդի արուդիրի հետ, այսինքն Սամվել Կարապետյանի գործերը եւ Սամվել Կարապետյանի հաջողությունները ուղիղ համեմատական են հայ ժողովրդի, այսպես ասած, կերպարի հետ, այսինքն պարզ է, որ անձը, ով հայ ժողովրդի ներկայանալի է դարձնում ամբողջ աշխարհում, որովհետև վերջին շրջանում շատ միջազգային մամուլներ անդրադարձել են պարոն Սամվել Կարապետյանի եւ նրա քաղաքական բանտարկությանը պատվերի շրջանակներում եւ սա խոսում է արդեն նրա մասին, որ Նիկոլի կողմից 37 վայրկյանանոց հարցազրույցը դարձնել քրեական ինչ որ խեղկատակության, պարզից էլ պարզ է, որ հերթական անգամ պնդեն, որ Նիկոլը ազգայինի դեմ պատերազմ է տանում։ Ընդ որում այդ 30 վայրկյանի մեջ ինչ էր ասում։ Եվ պատահական չի, որ եկեղեցին պաշտպանում։ Պատահական չի, որ մենք մեր խոսելով Սամվել Կարապետյանի մասին նշում ենք ազգային բարերար, այսինքն այդտեղ նույնպես ազգային տարր կա։ Ես այդ պնդումներս որ անում ազգային դեմ կռիվ է գրում, ես դա պատահական չեմ անում կամ չեմ ասում գեղեցիկ վերնագրեր ստեղծելու համար։ Դրա տակ կա խորքային մշակված ծրագիր եւ այդ ակնհայտ արդեն քանի տարի է եկեղեցին է, պարոն Սամվել Կարապետյանն է, մեր բոլոր Արցախի արժեքավոր մեր պատմության ձեռքբերումն է, որ ոտնատակ տրվեց, ու մնացած ցեղասպանության, որ ազգային արժեք է մեր համար ցավի տեսքով, բայց դա արձանագրված փաստ է, որը մեզ ապրելու մղում է տալիս, մեր անցյալի ցավերը մեզ ապրելու մղում են տալիս։ Եվ առհասարակ եթե դիտարկում են քաղբանտարկյալների պրոցեսները Նիկոլի կողմից, դա իրեն ձեռնտու է։ Երբ որ ինքը դաշտից վերացնում է բոլոր ազգային մարկանց, ովքեր պայքարում են հայրենիք ունենալու համար, այդ մարկանց բանտախցում պահելը ավելի հեշտացնում իրեն ընտրությունների շրջանը։ Այսինքն ընտրություններում չեն լինի այնպիսի մարդիկ, ովքեր կխոսեն կամ կդիմակայեն Նիկոլի կեղծիքներին։ Իսկ ժողովուրդն էլ սովորաբար Facebook-ով կամ հմեկով ապրող լրատվական դաշտով է սնվում, ու հետևաբար այդ մանիպուլյացիան եւ մարկանց ստելու մեխանիզմը շատ հեշտ է գործում։ Այսինքն այստեղ կա երկու հանգամանք։ Առաջինը Սամվել Կարապետյանին, մեր հոգևոր հայրերին, հայտնի մարդկանց, եթե նա կալանավորում է, առաջին հաջողանում է Ալիևին, երկրորդ ամրացնում է իր դիրքերը 2026-ից առաջ վերընտրվելու համար։ Մենք կարող ենք այս երկուսը հստակ արձանագրել, հա։
դա հաջողանալ է Ալիևին։ Այդպես է, կարող ենք այդ վստահ ասել, ասենք օրինակ հիմա մենք Բաքվում էլ ունենք, չէ, հայրենասեր մարդիկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մեջ շատ լավ հայրենասեր մարդիկ ունենք, որոնք թշնամու կողմից բանդված են։ Հիմա Երևանի բանտում ԱԱԾ նկուղում է մեր մյուս ազգային բարերարը։ Կույր պիտի լինել, հա, որ չհասկանալ մեր դեմ, հայի դեմ ինչա կատարվում։ Կույր պիտի լինել ուղղակի։ Այս ամբողջը նույն արարի, նույն սցենարի շարունակականությունը չի, նույն տարբեր էսպես օղակները չեն։ Միանշանակ